Հայաստանում գործող առաջին ու միակ ներդրումային քրաուդֆանդինգային հարթակը Arfin սկսում է իր ակտիվ գործունեությունը։ 3 ընկերություն, որոնք ներդրումներ են փնտրում, արդեն իսկ ներկայացված են հարթակում։ Մեկ տարվա ընթացքում հարթակն ուսումնասիրել է 300 հայտ, որից այս պահի դրությամբ հաստատվել է 13-ը։ Թիվը սակայն առաջիկայում կավելանա, վստահեցրին Arfin-ում։ Շատ ընկերություններ համապատասխանեցնում են իրենց բիզնեսը սահմանված չափանիշներին, որոնց շարքում ամենակարևորներից է բաց բաժնետիրական կառավարման անցումը։ Մեկ տարվա ընթացքում նաև ներդրողների հետ ենք փորձել շփում հաստատել, մասնավորապես Միացյալ Նահանգներում սփյուռքահայության հետ հանդիպումներ հասկացել ենք, որ բավական չափ մեծ պոտենցիալ ունի։ Arfin բիզնեսի ու ներդրողների միջև առցանց կամուրջ է։ Ընկերությունները ներկայացնում են իրենց բիզնես պլանը, զարգացման ուղին, ամբողջ աշխարհից ներդրումներ են ներգրավում եւ ներդրողին բաժնեմաս տալիս։ Հարթակն էլ երաշխավորում է, որ կողմերը նույնականացված են եւ կեղծ չեն։ Բոլորն էլ գիտակցում են, որ ռիսկ եկամտաբերություն տեսանկյունից իրենք համարժեք են, հա, այսինքն եթե պոտենցիալ եկամտաբերությունը մի քանի անգամ չլիներ, հա, ոչ մեկ չէր գնա այդ ռիսկին։ Այսինքն մենք նաև ընկերություններին ենք դիտարկում ներքին, հա, բանում ներդրումային կոմիտեում այդ տեսանկյունից ենք դիտարկում, որ ռիսկերը պետք է համապատասխանեն պոտենցիալ եկամտաբերությանը։ Հայտերի քննարկման փուլում Arfin-ի մասնագետները նաև խորհրդակցություն են անցկացնում։ Հարթակում առաջին ընկերությունը, որը գործարկվել է, զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մատակարարմամբ։ Ուզում են ամբողջությամբ ավտոմատացնել բիզնես գործընթացները, պլանավորում են 14 երկրում ներկայացուցչություն ունենալ, հարևան Վրաստանում արդեն հիմնել են։ Arfin հաջողված քրաուդֆանդինգի ժամանակ մեզ կտա այն, որ նշված երկրների ներթափանցումները, ընդհանուր անձնակազմի համալրումը եւ շրջանառող միջոցների ավելացումը, որով կարողանանք գեներացնել հավելյալ վաճառք եւ հասնենք մեր KPI-ներին վաճառքների, կարողանանք իրականացնենք ավելի արագ, բացի այսօրվա դրությամբ բանկային համակարգի մոդելից, երբ որ վարկես վերցնում, այլ լուծում չունենք, այլ տարբերակ չկար եւ շատ եզակի եւ մեր բոլոր պահանջներին համապատասխանում է այնքանով, որ բաժնետիրական կազմակերպություն է դառնում, բաժնետոմսրես վաճառքի անում։ Մյուս ընկերությունը գրեթե 7 տարի է զբաղվում է միջազգային փոստային ու սուրհանդակային գործունեությամբ։ 7 երկրներում ընկերության ներկայացուցիչները տնից տուն առաքանիներ են ուղարկում եւ ստանում։ Այս տարիների ընթացքում աշխատակիցների քանակը 2-ից դարձրել են 30, բայց ընդլայնվելու տեղ ու պահանջարկը շատ է։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ներդրումն այս հարթակով կկարողանան ներգրավել։ Մեր մինիմալ գումարը, որը հավաքենք, ստեղծել ենք Հայաստանում ակցիային տերմինալ, իսկ ամբողջ գումարով արդեն ներ ենք դնելու մեր տեխնիկական մասերով, կադրերի վրա հիմնական միջոցներ ենք ձեռք բերելու այս տրանսպորտային, ինչպես նաև պետք է արդեն ստեղծենք պահեստներ մեր սպասարկման տիրույթներում օնլայն գնումների համար։ Հարթակում ներկայացված 3-րդ ընկերությունը թողարկել է հավելված, որի միջոցով տրամադրվում են մաքրման ծառայություններ, ունեն 3500-ից ավելի գրանցված օգտատեր, 550 հաճախորդ, աշխատում են 7 մաքրող ընկերությունների հետ։ Ծառայությունները մատուցվում են Երևանում եւ Լոս Անջելեսում։ Ակնկալում ենք, որ կներգրավենք լիքը օգտատերեր եւ Երևանի եւ Լոս Անջելեսի շուկայում, որտեղ գործում ենք, որոնք կլինեն նաև մեր բրենդ ամբասադորները, ովքեր կսիրեն մեզ եւ կօգնեն հաջողության հասնել ընդհանուր նպատակները, ինչի համար որ օգտագործվելու են միջոցները, դրանք ուղղվելու են Միացյալ Նահանգների շուկայում ակտիվ արագ աճին, ինչպես նաև գումարից բացի ակնկալում ենք նաև, որ մեր ապագա ներդրողները կօգնեն մեզ իրենց նաև կապերով, իրենց մտքերով, գիտելիքներով ու փորձով։ Arfin հաստատված բոլոր ընկերությունների մասին տեղեկությունը հարթակում տեղադրելուց հետո մարքեթինգային լայն արշավ կսկսի թե Հայաստանում, թե մեր երկրի սահմաններից դուրս։ Հատուկ առաջարկներ կստանան նաև առաջին ներդրողները, որի մանրամասները կլսեն մասնագետներից ներդրում անելու որոշումը կայացնելուց հետո։ Մուշեղ Իսախանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։